Պիտի ասեմ, որ ծերուկը դարձել է անտանելի, իսկ մենք խորհրդարանական այսպես ուժերի համար բացարձակապես նորություն չի, որովհետև նրա վարքի, այսպես ողջ հրավառությունը ճակերտավոր մենք վայելել ենք խորհրդարանում եւ խորհրդարանում լսել ենք թե հայոյախոսություն, խորհրդարանում լսել ենք անզուսպ անհավասարակշիռ վարք ունեցող եւ անձի երկություն ունեցող, այսպես կերպարի բազմաթիվ դրսևորումներ, սպառնալիքներ, ԱԱԾ պատվալներ, ուղղակի բառապաշար, որը ես նույնիսկ թույլ չեմ տա կրկնել այդ բառապաշարը, եւ ամեն անգամ ես եւ իմ գործընկերները մեր մտքում ունեցել ենք այն հաստատուն տեսակետը մոտեցումը, որ այս վարքով, այս խառնվածքով, անհավասարակշռությամբ անձը չի կարող ոչ միայն ներկայացնել առաջնորդել Հայաստանը, այլև Հայաստանը ներկայացնել միջազգային ուրեմն ատյաններում, ընդ որում ոչ սովորական վիճակում, երբ որ պատերազմի մեջ գտնվող Հայաստանը, բանակցող Հայաստանը, եւ գիտեք, ինքնախոստովանել է, եւ ես դա կրկնում եմ, որ երբեմն ինքը խոստովանել է, որ ինքը երբեմն իրեն գժի տեղ է դնում։ Բանակցությունների ժամանակ գժի տեղ եմ դնում։ Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube-յան ալիքում։